Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում հարցազրույցի ժամ է եւ այսօր հեռավար տեսակապի միջոցով զրուցելու եմ Լոս Անջելեսաբնակ Բևերի անդամ Նունե Սերոբյանի հետ։ Բարի երեկո, Նունե ջան։ Բարի լույս Հերմինե ջան։ Նունե ջան, ես գիտեմ ինչ ակտիվությամբ եք դուք հետևում հայրենիքում տեղի ունեցող բոլոր զարգացումներին, իսկ հավանաբար տեսնում եք, որ այս թրքահպատակ ռեժիմը, ռուսաթրքահպատակ ռեժիմը ամեն ինչ անում է ազգային ամեն բան բնաջնջելու ուղղությամբ ու նաև մոռացնելու մեր հիշողությունից ջնջելու նաև այն հերոսական հիշարժան պահերը, որոնք մենք ապրել ենք այս անցյալում, օրինակ 90-ականներին, եւ փորձում են այդ հաղթանակների հետ առնչվող մարդկանց նսեմացնել, հեղինակազրկել, այդ ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացնում եւ վերջին դեպքը ազգային ժողովրդավարական Բևերի խորհրդի անդամ Շուշին ազատագրած հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ է իրականացվում։ Ռեժիմը այս պարագայում գործի է դրել իր քաղաքական թիմից Անդրանիկ Քոչարյանին, էլ ուժային կառույցները չհաշված անհատապես եւ այս առումով հատկապես աչքի ընկնում Սամվել Բաբայանը, ով փորձում է ինչ-որ բաներ հարցազրույցների ժամանակ վերագրել Ժիրայր Սեֆիլյանին հոկտեմբերի 27-ին առնչվող, այնինչ անգամ նախաքննական ցուցմունքները հրապարակված են կան եւ վերջերս վերահրապարակվեցին լրատվամիջոցներում, այսինքն պարոն Սեֆիլյանին վերագրվում է բաներ, որը ինքը չի ասել եւ արդեն առիթ է ունեցել նշելու, որ դա անհեթեթություն է։ Ձեր կարծիքով ինչու է այս ամենը իրականացվում։ Հերմինե ջան, ճիշտն ասած ամեն անգամ փորձում եմ այլևս չզարմանամ, բայց միշտ զարմանում եմ այն ինչ որ կատարվում է այդտեղ, հատկապես Բևերի ու Բևերի խորհրդի անդամների աջակիցների հանդեպ։ Սա բավական, այսինքն լրջանում արդեն, սրանք էլ չգիտեն ինչ ձևերով կարողանան ինչ-որ բան սարքել ու լավ գիտակցում են, որ Ժիրայր Սեֆիլյանը շատ կարևոր անհատականություն է, շատ սիրված, շատ մեծարված, իր անցած ճանապարհներով եւ ինչպես նշեցիր, որպես հերոս Արցախի ազատագրման հետ կապված եւ առհասարակ այդ ճանապարհները, որ Ժիրայր Սեֆիլյանն անցել, որևէ ուրիշ հայ մարդ չէր դիմանա եւ վաղուց կհրաժարվեր, այսինքն պայքարելու ունակությունից եւ գնար կամ Լիբանան կամ Ամերիկա, չգիտեմ, իր համար ավելի հանգիստ կյանք ունենար, բայց Ժիրայր Սեֆիլյանը հենց այն տեսակներից է, որ միջև վերջ մարդը իրեն զրկելով, շատ բաների զրկվելով պայքարում է, որտեղ հավատում է, որ մի օր, այո, մենք մեր հայրենիքը պետք է ազատագրենք այս ռեժիմներից։ Ինչպես ասեցի, որոշել է չզարմանալ, բայց նորից զարմացա, որովհետև նայած ինչ են փորձում սարքեն հոկտեմբերի 27-ի հետ կապված այդ Սամվել Բաբայան կոչեցյալի խոսալ արտահայտությունը ոչ կարող ես ծիծաղած, ոչ կարող ես լաց լինել, այսինքն այդ աստիճանի պրիմիտիվ մի բան ու դրա վրա էլ գա ինչ-որ այդ Անդրանիկ Քոչարյան կոչեցյալը իբր թե որպես հաստատ հարցը բարձրացնելու համար այնքան անլուրջ է, որ այսինքն իսկապես չգիտեմ ինչ ասեմ այդ մասին, բայց բացահայտ տեսնում եք, որ ռեժիմը իր սազանդարների միջոցով փորձում է ինչ-որ մի բան, հա, սարքի Ժիրայր Սեֆիլյանի գլխին, վստահ եմ չպիտի կարողանամ, նախ այդ առումով ուզում եմ ասեմ, որ թող իրենք իմանան, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն Հայաստանում է սիրված, նաև Սփյուռքում եւ իր թիկունքին հազարավոր հայեր են կանգնած, ոչ միայն հայեր, նաև ընդհանուր միջև կոնգրեսականներ, սենատորներ, բավական լուրջ պաշտոն ունեցողներ, այդքան հեշտ չի, որ տենց պրիմիտիվ ձևի փորձեն Ժիրայր Սեֆիլյանի նման անհատի դեմ ինչ-որ բան սարքեն ու հաջողվեն, չեն հաջողվելու, թույլ չենք տա, որ հաջողվեն, այսպես ասեմ, ես պարզապես ուզում եմ ասել, որ
Ժիրայր Սեֆիլյանը եւ առհասարակ Բևերը մենակ չի։ Այստեղ Վաշինգտոնում շատ լուրջ գործունեություն ա գնում ի օգուտ Բևերի իրենց բոլոր արածները ամեն ինչից բավական տեղյակ են եւ բնականաբար այս ինչ ասեմ ստրուկները չեն հաջողեցնելու եւ կուզեմ մի հատ այդ Սամվել Բաբայանին ես ավելի լուրջ հարց տամ Նախ հոկտեմբերի 27-ի իրական մեղավորների մասին չեն խոսում, գնացին որ հեռախոսազանգի մասին են խոսում, ծիծաղելի է իսկապես։ Հարց տամ, ասենք օրինակ իրեն ինչպես հաջողվեց Արցախը, տենց հանգիստ, ինչպես ինքն էր ասում, սահմանը զատել ու գալ Հայաստան։ Թե իրեն հատուկ հենց ազերիներն են ուղարկել, որ գա այստեղ իր սև գործունեություն անի Հայաստանում, մենք չգիտենք, մենք շատ ավելի լուրջ հարցեր ունենք այդ մարդուն տալու իրականության մեջ։ Եվ հետո ինքը ժամանակին Նունե ջան, հիշում եք Արցախի ճակատագիրը ինչպես էր տեսնում, ասում է ռուսական մանդատի ներքո պետք է լինի Արցախը։ Ռուսական մանդատի ներքո նաև խոսում էր, որ թուրքալեզու ժողովուրդների հետ իրենք պիտի շատ լավ լինեն։ Այսինքն իր աջենդան ինչ է Հայաստանում այսօր։ Նախ դա պետք է պարզել։ Իդեպ այսօր ուրախ եմ, որ այս առիթը եղավ Հերմինե ջան խոսելու, որովհետև լյուստրացիայի ժամանակն է, իմ կարծիքով պետք չի սպասել, երբ որ ունենանք ազգային կառավարություն նոր լյուստրացիա անենք, հարկավոր է արդեն հենց հիմիկվանից լուրջ լյուստրացիայով զբաղվել։ Եվ ինչպես, դա դժվար չի, օրինակ հենց Վրաստանի օրինակը նայելով, որ կոնգրեսին ներկայացրեցին բոլոր ագենտների ռուսահպատակների, իսկ մեզ մոտ ռուսահպատակ, թուրքահպատակ, ադրբեջանահպատակ, բավական շատ քանակությամբ ագենտներ կան, 30 տարի ընթացքում, այսինքն ինչպես ասում են, իրենց դոսիեները հավաքել, իրենց գործունեությունը եւ վստահ եմ բավական փաստեր կա ամեն տեղից, որ կարելի է այդտեղ Հայաստանում հավաքել եւ լուրջ փակեջով, բոլոր փաստերով ուղարկել այստեղ Ամերիկա, ներկայացնեն կոնգրեսին, որ ասենք այս մարդիկ հակապետական եւ ագենտներ են, ռուսական, ինչպես նաեւ թուրքա, ադրբեջանական։ Այսօր արդեն ցավոք սրտի մի տիրոջ հետ չեն, 3 տեր ունեն Էրդողան, Ալիև եւ Պուտին։ Պետք է սկսել լյուստրացիան հիմիկվանից անել եւ չսպասել։ Այսինքն եթե մենք մինչեւ այդ փակեջ ունենանք ներկայացնենք կոնգրես փաստերով, կլինի ԱԱԾ-ի մեջ, սկսած Նիկոլից, Նիկոլ Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան, բոլոր այս մարդիկ Քոչարյան եւ այլն, եւ այս փակեջը կլինի ոստիկանության պետը, իրենց ամեն ինչը պետքա մեջտեղ բերել։ Վստահ եմ այդտեղի փաստաբանները, քաղաքական գործիչները ունեն փաստերը, բայց դրանով չեն զբաղվել, որ ներկայացնենք այստեղ հիմիկվանից սկսենք, այսինքն աշխատանքները այդ նույն ագենտները, որ փորձում են այսքան ռեպրեսիաներով, այսքան ցեղ շպրտելով այն մարդկանց, որոնք պայքարում են ու հանուն հայրենիքի, հանուն պետականաշինության են պայքարում, դրանց փորձում են ամեն ինչով մեջտեղից վերացնել, բանտարկել, ռեպրեսիաների ենթարկել, այս բոլորի դոսիեները պետք է ուղարկվի այստեղ։ Դա իմ կարծիքն է ու կարծում եմ շատ դժվար գործ չի եւ մենք պետք է արդեն սկսենք լուրջ դրանով զբաղվել։ Սկսած Նիկոլ Փաշինյանից։ Ես Նունե ջան վստահ եմ, որ բոլորն էլ Հայաստանում գիտեն, որ այդ Սամվել Բաբայանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ուղղակի ցավալին այն էր, որ լրատվամիջոցները եւս լծվել են այդ սև քարոզչությանը, միայն վերնագրերը, որ դրվում են, ասենք Ժիրայր Սեֆիլյանը հարձակվել է հոկտեմբերի 27-ի գործով։ Դա արդեն ընթերցողի մոտ չէ վատ տպավորություն, վատ կարծիք ձևավորելու համար է, որ իրականացվում է, բայց էլի եմ ասում, վստահ եմ, իրենք բոլորն էլ գիտեն, որ չկա նման բան, Բաբայանի հայտարարությունը, ինչպես պարոն Սեֆիլյանը նշեց, անհեթեթություն է, ուղղակի այդ է էլի հեղինակազրկել մարդու ավանդը, դերը, որ ունեցել էին պարոն Սեֆիլյանը առաջին պատերազմում, փորձում են իջեցնել հայ մարդու աչքերում ամեն ինչ անել, որ ասեն դուք չունեք հերոսներ, այսպես ասած։
Անշուշտ, եթե Արարատը մերը չի, Գերբը ուզում են փոխել, դրոշը ուզում են հանել, դպրոցներում ադրբեջանական քարոզչություն ա գնում, այսինքն ամեն ինչ անում են ապազգային, ինչ խոսք։ Հերոսներն էլ պետքա փորձեն վաղը Գարեգի Նժդեհ Կարգելվի արդեն խոսել այդ մասին, բնականաբար էսի ծրագիրը հակահայկական եւ ցավոք սրտի այդ ծրագրի մեջ նաեւ բոլոր ազգայիններն են ներառված եւ հատկապես Ժիրայր Սեֆիյանը։ Իդեպ այդ լրատվականները ում են ծառայում Հերմինե ջան, ովքեր որ սիրում են այս ամեն ինչը ավելի սև PR-ով ներկայացնել, ում լրատվականներն են, նրանք անկախ չեն, նրանք իրենց տերերը ունեն եւ ցավոք սրտի, ես մեծ ցավով եմ ասում, շատ, չգիտեմ, այդտեղ անկախ լրատվական կա, ասենք բացի ձեզանից ուրիշ, ես լուրջ չունեմ, գուցեև կա, եւ այստեղ ուրեմն միայն տգետները կարող են լուրջ վերաբերվել այս ամեն ինչին, այսինքն բոլոր խելացի մարդիկ պարզապես կծիծաղան կամ կհասկանան, որ շատ անհետ բան են սարքում Ժիրայր Սեֆիլյանի գլխին, իսկ այն ինչ որ քաղաքական գործիչներ, որ սենց ուրախ փորձում են այդ մասին խոսել, դրանք էլ են այդ ծրագրի մեջ մտնում, որովհետև նորից եմ ասում, միայն կամ տգետը կամ ագենտը պետքա այս հարցը շրջանառության մեջ դնի Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված, ուրիշ տարբերակ չկա, իսկ փառք Աստծո ես գիտեմ, որ Հայաստանում շատ-շատերը խելացի են եւ գիտեն, որ սա պարզապես փորձում են ինչ-որ բան անեն եւ փորձողներն ովքեր են Սամվել Բաբայան, Անդրանիկ Քոչարյան, գլխավոր դատախազ Աննա Հակոբյանի ընկերուհին Իսկ Աննա Հակոբյանի ազդեցությունը մենք գիտենք որքան մեծ է, չէ՞, հիմա բայց ես դե համար ասում եմ, իրանց հերիքա մենք պետքա նախահարցակ լինենք այլևս, վաղուց պետքա սկսեին, բայց լյուստրացիան հիմիկվանից է պետք սկսել, բոլորով, Աննա Հակոբյանի, իրա ֆոնդերը, պատերազմի ժամանակ իրա արածները, որպես Ռատոջոկան, միջև հիմա ինչով ասբան, բոլոր ապազգային իրա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանի ծառա լինելը Պուտինի եւ բան, հենց վերջերս տեսանք ոնց էր գնացել մայիսի 9-ին, այն դեպքում որ Եվրոպայից նույնիսկ բան եկավ, չէ, like warning-ի պես որ որևէ մեկը չգնա, բայց արի ուտես ինքը այնքան ծառայա ոնց կարողա չգնա ստրուկը իր տիրոջի մոտ չվազի, I mean բոլորի դոսիեները պետքա հանել եւ ուղարկել այստեղ հարցը դնել կոնգրեսում, ինչպես Վրաստանն է փորձում չի անում է եւ կհաջողվի, այսինքն միջև այդտեղ իրական ընտրություն կամ հեղաշրջում կամ անցումային կառավարություն լինելը, սրանց արդեն պետքա լյուստրացիայի ենթարկել, չսպասել այդ լինելուց հետո, հիմա է պետք սկսել, այսինքն հակահարվածները պետքա մենք տանք, ոչ թե թույլ տանք, որ սրանք որտեղ ուզում են, ոնց ուզում են, ում գլխին ուզում են, սարքում են, պետքա բացահայտել մայիսի 21-ին Վարուժանի Սասնատրերի հատուկ օրը, անօրինական ձևով բռնելը, տանելը, այդ ամբողջ դատական նիստը ինչպես է կարված ու սարքված եւ այլն, այս բաները պետքա ինչ-որ հատուկ սենց շորտ, բայց բոլոր փաստերով պատրաստել եւ ուղարկել Ամերիկա, դա իմ կարծիքն է։ Օրինակ Նունե ջան, եթե վերլուծում ենք, հասկանում ենք ինչու այս փուլում սկսեցին հարձակումը Պևերի նկատմամբ, որովհետեւ տարբեր այլ քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր էլ կան ընդդեմ Պևերի, դատարաններում քննվում է եւ հիմա էլ կոնկրետ թիրախավորեցին Ժիրայր Սեֆիլյանին, որովհետեւ սպասվում են ինչ-որ քաղաքական փոփոխություններ Հայաստանում եւ սրանց նպատակը Պևերի ղեկավարությանը փաստորեն հերու պահելն է, չեզոքացնելն է, որպեսզի մասնակցություն, ազդեցություն չունենան այդ փոփոխությունների վրա։ Հիմա, այսինքն ձեր կարծիքով պետք է չսպասենք, թե սրանք ուր կարող են հասնել, այսինքն ինչ կարող է ընթացք ունենալ այս նոր խեղկատակ նախաձեռնությունը իրենց, որը վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին, պետք է նախապես քայլերի անցնել, հակահարձակման անցնել։ Անպայման չմոռանանք մենք ում հետ գործ ունենք, մենք գործ ունենք մի տականքների ոհմակների, որոնց ձեռքին ուժ կա, փող կա, իշխանություն կա եւ ինչի պետքա նստել սպասել հատ-հատ ում գլխին ինչպես պիտի սարքեն, ինչպես արեցին Սասնատրերի այդ
կեղծ դատավարությունը եւ հատուկ հենց մայիսի 21-ին ինչ էր մեսեջը հատկապես վարուժանավետի մայիսի 28-ին 28-ին ներողություն շատ մայիսի 28-ին մեսեջը ինչ էր, այսինքն առաջի հանրապետության տոնին հենց որ տոնական օր է, չէ, իրան գնում առավոտ շուտ բոլոր անդամներին սասնաձրերի ձերբակալում տանում են Նուբարաշեն ամենադաժան պայմաններում։ Էդի հենց այդ ժամանակ մենք պետք է սկսենք լյուստրացիայի սրանց ենթարկել, որ չկարողանային ոչինչ անել եւ մինչեւ մայ երևի հաջողության կհասնեինք սրանք այսքան ուշ չլինի, թե չէ մենք նստած սպասում ենք թե այլ ինչ վատ բան հատ մեկի գլխին պիտի սարքեն, այսքան բևեռի աջակիցներին ռեպրեսիաների են յետում այդ մարդուն այդ Սրիկա Աննա Հակոբյանին նույնիսկ եթե որ ասի դու ինչ բառել ասի Աննա Հակոբյանին կամ Նիկոլին իրավունք ունի բոլոր քաղաքացիները բոլոր հայերը իրավունք ունեն ամենավերջի բառերը ասել այդ Սրիկաներին դրա համար ինչու եք դատում դուք դրան եք արժանի էդի քաղաքական գնահատականա ձեր պապածիլը շատ նուրբ է այդ մարդուն բռնում են ու դատում են նույն Աննա Հակոբյանի ընկերուհին, հա, այդ նույն դատախազն է կարծեմ։ Այսինքն այս հատուկ բաներ են, որ այս դոսյաները պիտի հավաքվի եւ ուղարկվի Ամերիկա, նույնիսկ Եվրոպա, ամենտեղ, այսինքն ցույց տալու համար սրանց իրական դեմքը ինչ են եւ բոլորին ովքեր որ ցույցերի ժամանակ այդքան բռնել են, տարել են, դիտավորյալ դրամական բաների մեջ են գցում որ մարդիկի վիճակի չլինեն վճարել ու իրավաբաններ չկարողանան վարձել կամ վախացնելով կամ բաներով, սրանք լուրջ ռեպրեսիաներ են sense բան որևէ երկրում չես տեսնի բացի ասենք Ռուսաստանի նման երկրում Ադրբեջանի ու ինչ չէ իրանց մինի տեսակն է Հայաստանում է իրանց ստրուկճուտն էլ Նիկոլ Փաշինյանն է Աննա Հակոբյանից խոսեցիք Նունե ջան երևի նկատել եք որ Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև է արշավի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում մեր հարկատուների գումարներից գնում ինչ որ դասեր է տալիս կրթում է այն դեպքում երբ որ ինքը օրինակ օրերս 2-3 օր է նկատում եմ համացանցում ինչ վիրավորանքներ է հնչեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասցեին երեկել կամ այսօր առավոտյան նրանցից մեկին էշ էր համարել, այսինքն տեղեկատվությունը իր անձի հետ կապված իբր իրականությանը չի համապատասխանել, ինքը հերքում է ու ասում է, վիրավորում է, քաղաքացուն էշ է համարում, անկախ նրանից ով է, օրինակ, հա, ինքը, բայց կրթում է, ինքը ընկել է կրթում է ժողովրդին, ընդհանրապես իրենք իրավունք ունեն գնալ ու կրթել, ովքեր են ընդհանրապես իրենք, ինչ կրթություն ունեն, չէ որ Նիկոլ Փաշինյանը չէր ավարտել, անգամ դիպլոմը չէր վերցրել, երբ վարչապետ ընտրվեց, հիմա իրենք գնում են Տաթևում, Հայաստանի մյուս մարզերում, ասենք մեր հարկատուներից ֆինանսների հաշվին դահլիճներ են վերցնում կամ ճանապարհ են գնում ի վերջո վառելիք եւ այլն, էլ չեմ ասում այդքանին վարձատրում են, որ գալիս են իրենց համար աշխատում են դե ընտրությունները հաջորդ տարի իրանք հիմիկվանից անցել են լուրջ արշավի ազգայիներին չեզոքացնել իրենք մեջտեղ ընկնել իբր թե կրթություն իհարկե անկիրթ ինչպես կարող է կրթի որևէ մեկին որ ինքը առհասարակ չգիտեմ ինչ մակարդակի չեմ էլ ուզում խոսամ նման հակահիգենիկ մարդիկ են իրանք իմ համար կներես այդ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ցավալին շատ մեծ ցավով եմ ասում որ սրանք դեռ զավթած աթոռը նստել են ու ամեն ինչ անում են ինչ որ ուզում են եւ մեր ժողովուրդը չի կարողանում իսկ որպեսզի մենք օգնենք մեր ժողովրդին լյուստրացիան պիտի մենք դեռ 2-3 տարի առաջ սկսեինք բայց հիմա էլ ուշ չի մենք հիմիկվանից պետքա բոլորի ով լինելը ինչպես են սրանք դավաճանել որպես պետական դավաճան որպես ապազգային հայ ժողովրդի թշնամի ոչ թե բան բոլոր այս փաստերը պետք է մեջտեղ բերել ու ուղարկել որ
Սա շատ կարևոր է, ես այս բանով չեմ ասում, էմոցիաների հիման վրա չեմ ասում, ես ասում եմ, որպես կարևոր դոկումենտներ գրանցվի իրանց դեմ, վստահ եմ, որ այստեղ շատ շատերը գիտեն իրանց ով լինել է, ինձանից քեզանից ավելի, բայց երբ որ դա գնա Հայաստանից, ասենք Բևերի կողմից կգնա, իրավական, ինչ որ քաղաքական ուժերի կողմից համախմբված կգնա, դա արդեն կսկսի ընթացք ստանալ, երբ որ այսինքն ճիշտ պահը գա, դա կգործածվի իրենց դեմ, բայց եթե այստեղ չունենան այդ համապատասխան փաստաթղթերը դրանց դեմ, հա, դրանց գործունեության դեմ, ոնց որ դժվարացնելու, երկարացնելու են process-ը, so հիմիկվանից պետք է աշխատել այդ ուղղությամբ, ու այնքան վատ բան են արել, ու այնքան փաստեր կա, որ այսինքն դրա համար տարիներ պետք չի աշխատել, որ մեջտեղ անել, թե ով ինչ է արել։ Բայց Նունե ջան, Պետք է աշխատանք տանել։ Մենք գիտենք, որ իրենք էլ են հսկայական ֆինանս են ներդրել եւ լոբիստական ընկերություն են վարձել, որ առաջիկա 1 տարին, այսինքն այս նախընտրական շրջանում հօգուտ իրենց Նիկոլ Փաշինյանի աշխատելու են։ Մենք մեր փոքր ռեսուրսներով արդյոք կկարողանանք հակակշռել իրենց այն ամենին, որը իրենք են փորձում անել Վաշինգտոնում։ Կկարողանանք, իդեպ շատ լավ է, որ ժողովուրդը գիտակցում է ու աջակցում է, որտեղ դրանով ոչ թե Բևերի անհատների աջակցում, այլ հենց մեր պետության փրկության համար աջակցում, այսինքն այս ամբողջ գործունեությունը, այս լոբիստական ընկերությունները կարողանում են մեջտեղ բերել, խոսել, իրանք ինչքան էլ որ բա իրանց PR-ը իրենց համար է, իրենք հայրենիքի համար ոչինչ չեն անում, իրանք ամեն ինչ անում են հակառակը օգուտ Ադրբեջանի կամ Ռուսաստանի կամ Թուրքիայի, այսինքն ճիշտ է, էլի ժողովրդի փողերը իրանք, բայց ասենք Բևերը ինքը դրամահավաք է անում, իսկ սրանք իրանց ուզած ձևի տնօրենում են առանց հարցնելու, չէ, ժողովուրդ ուզում է, որ այստեղ Նիկոլի կամ Աննայի PR անեն, ոչ մեկ չի ուզում, այդ հարցը թող այդտեղ ժողովուրդը բարձրացնի, որ մենք թույլ չենք տվել քեզ մեր աշխատած փողը, այսինքն այդ թաքսերի գումարները ձեր PR-ի համար ծախսեք, իրանք չեն անում դա պետական աշինության համար, ցավոք մենք տենց կառավարություն չունենք, որ հասկացար քո երկրի շահերի համար անի, իրանք անում են իրենց շահերի համար, դա էլ լուրջ հարց է, որ այդտեղ հայ ժողովուրդը պետք է պահանջի, որ թույլ չտա եւ նույն ձևի հակազդեցություն այստեղ բանարվի, որ իրանց այդ PR որ անում են լոբիստական ընկերությունը, անունը չեմ հիշում ում են իրենք վարձել եւ մեծ գումարներ են տալի ի տարբերություն Բևերի, որ իրանց պետք է դրանց էլ պետք է դիմվի նույն այս դոսիեներով, որ դուք ում եք PR անում այստեղ։ Ամեն ինչի ճանապարհները կա, ուղղակի պետք է մի քիչ աշխատանք տանել։ Եվ Բևերը իր այդ սուղ հնարավորություններով, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են վճարում եւ իդեպ դուք մեծ ներդրում ունեք Նունե ջան այս տարիների ընթացքում անչափ շնորհակալ ենք թե մեր մեդիայի, թե լոբիստական գործունեության եւ թե ընդհանուր Բևերի պայքարը, որ իրականացվում է, հսկայական ռեսուրսներ են անհրաժեշտ եւ դուք այս տարիների ընթացքում ձեր մեծ լուման եք ներդրել հանուն հայրենիքի, ինչի համար երախտապարտ ենք եւ վերջերս օրինակ Բևերի պատվիրակությունը շատ լուրջ հանդիպում, շատ կարևոր միջոցառման մասնակցեց Բելգիայում եւ շատ լուրջ հանդիպումներ ունեցավ, սա եւս մտնում է լոբիստական գործունեության մեջ եւ առաջիկայում եւս ծրագրում են եվրոպական այլ երկրներում նորից լոբինգ իրականացնել Բևերը։ Անշուշտ եւ ամբողջ Հայաստանից ովքեր են գնացել, մասնակցել, Բևերի խորհրդի անդամները Արա Պապյանը եւ Գարեգին Չուկազյանը, սա բավական լուրջ բան է, բայց իհարկե այդտեղ ոչ կառավարությունը, ոչ մյուս լրատվականները այդ մասին չեն խոսում, չէ, չեն բարձրաձայնում։ Այսինքն ես հիշում եմ 1 տարի, թե 2 տարի առաջ 3 հատ կոնգրեսական եկան Ամերիկայից, հենց միայն Հայաստանում միայն Բևերի անդամների հետ հանդիպեցին, որովհետև այդ մասին չխոսվեց, բայց Էրիկա Ժիրայր-Սեփիլյանի ինչ որ մի հատ ագենտ Սամվել Բաբայան փորձում է ինչ որ բան կպցնի կեղ 25 տարի առաջվա չգիտեմ ինչ, բոլորը նենց շատ բարձրաձայնում խոսում են այդ մասին, բայց չեն ամաչում։
իրոք չեն ամաչում, այդ կարևոր բաները կոնգրեսական են կամ հիմա Բելգիա են գնացել Բևերի խորհրդի անդամները, դա շատ լուրջ ասեն գործողություն, ինչի չեք ուզում լուսաբանեք այդ լրատվամիջոցներին եմ խոսքս ուղում, լուսաբանեք, ինչու որևէ մեկը չկա քաղաքական ուրիշ գործիչներից կամ այդ սրիկայի այդ երիտուրքական կառավարությունից։ Այո, լուսաբան Չէ, չեն լուսաբանել, իհարկե, չեն լուսաբանել, հակառակը կարծեմ ռուսական որոշ լրատվամիջոցներ վատ ձևով էին բնականաբար լուսաբանել Բելգիայի այդ այցը եւ հանդիպումը։ Ռուսները անշուշտ վատ ձևով կլուսաբանեն, ռուսները միշտ են ազգայիների դեմ պայքարել, դա նորություն չի եւ իրանց ձեռքի ու իրանց Հայաստանի ագենտների շնորհիվ որ այս վիճակի ենք հասել, որտեղ դեռ սովետի ժամանակվանից ազգային չէին թողնում, որ գաղափարախոսությունը, ասենք, զարգանա, առաջ գնա, մենք անցել ենք այդ ամեն ինչը։ Իդեպ ես հետ գամ դրամահավաքին Բևերի մեդիայի եւ լոբիստական այս բաների թե Լոնդոնում թե այստեղ Միացյալ Նահանգներում դու նշեցիր, շնորհակալ եմ որ նշեցիր իմ քրոջս հետ կապված մեր հնարավորությունների, բայց ես միշտ մտածում եմ, որ եթե ես կարող եմ, Լիլիան կարող է կամ մյուսը շատ-շատերը կարող են, պարզապես պետք է հասկանան, որ իրանց ամսական ծախսերից ինչ որ հատուկ գումար, ով ինչքան կարող է, մեկը $500 կարող է, մեկը 1000, մեկը $100 պարտադիր ըստ հնարավորության իմանան, որ սա պետականաշինության համար է, այսինքն Բևերը այստեղ լոբիստական ընկերությունների միջոցով եւ իհարկե մեր շատ հարգելի Դավիթ Գրիգորյանը Վաշինգտոնում շատ մեծ աշխատանք է կատարում, ինչ է անում, հենց պետականաշինության համար է անում, ինչ որ անում է, բավական լուրջ աշխատանքներ է արել եւ դեռ անում է եւ դեռ պետք է անի, այսինքն բոլորը հատկապես Սփյուռքում ի վիճակի են թեկուզ $50, $100, $500, $1000 ամսական պարտադիր տան մի հատ հագուստով պակաս հագնեն, մի հատ ռեստորան քիչ գնան օրինակի համար, բայց այդ գումարը պարտադիր տան այս լոբիստական ընկերության եւ միդիայի, միակ միդիայի, որ իսկապես, այսինքն անկախ է եւ ամեն ինչի մասին խոսում է, առանց վախենալու, առանց կողմնապահության եւ այլն, դա Բևերի միդիան է, պարտադիր պետքա մասնակցեն բոլորը, որտեղ առանց դրա չի լինի, արդեն քիչ է ռեսուրսները, ինչքան շատ ռեսուրս, այնքան շատ ավելի կընդարձակվի այս գործունեությունը, ինչքան քիչ, այնքան դժվար է լինելու, այդքանը պետքա գիտակցեն մեր հայրենակիցները եւ մասնակցեն։ Ես այս համատեքստում հիշեցի, որ վերջերս մեզ շատ են մեղադրում, Նունե ջան, որ մենք Ֆրանսիայում լոբիստական գործունեություն չենք իրականացնում, մեր նյութերի տակ անընդհատ մեկնաբանություններ են գրում, թե հանկարծ Ֆրանսիայում էլ չանեք լոբիստական գործունեություն, որտեղ որ պետք է չեք անում եւ այլն, բայց պետք է նման օրինակ մեկնաբանություն գրողը գիտակցեն, որ դրա համար փող է։ Ինչպես է էլի իրականացվում, կոպեկ հավաքվում է ու այդ ծախսերը իրականացվում է։ Գիտեմ ինչ դժվարություններով այդ ամեն ինչը իրականացվում եւ իրականացվում է եւ ովքեր որ պահանջում են պետք է հասկանան նախ պետք է այդ հարթակը ստեղծեն ֆինանսական հարթակը որպեսզի կարողանան նույն լոբիստական այսինքն գործունեությունը նաեւ Ֆրանսիայում ծավալել ինչու՞ չէ Կանադայում էլ է պետք, Ավստրալիայում էլ է պետք, օրինակի համար եմ ասում, բայց այդ ամեն ինչի համար հնարավորություն է պետք, բայց այո, Ֆրանսիան, Անգլիան, Ամերիկան դրանք շատ կարևոր են եւ հատկապես Ֆրանսիան շատ կարևոր է, բայց դրա համար փող է պետք, ովքեր առաջարկում են, իրենք պիտի գիտակցեն, որ նախ մի հատ թող ինչ որ դրամահավաք կազմակերպեն, նոր կարողանան պահանջել, որ Ֆրանսիայում է բացվի, որտեղ արդեն 12000 ամիսը ես գիտեմ եւ Լոնդոն եւ Վաշինգտոն վճարվում է 6000 այնտեղ 6000 այնտեղ մոտավոր եմ ասում ինչքան ես հիշում եմ դա քիչ գումար չի ամսական մի հատ էլ 6000 Ֆրանսիայի համար ինչպես կարա Բևերետյանի եթե
չգան են ազգային այդ գիտես մարդիկ ու ասեն գիտես ինչ ասենք լեցուն մարդիկ կան որ ֆինանսապես վատ վիճակում չեն ասում 10,000 ամիսը տան կարող են ամիսը 3,000 5,000 2,000 նման բայց պարտադիր այսինքն ամեն ամիս բանան են տան եւ ես գիտեմ այդ ինչպես է լինում ամեն ինչ այնքան ճիշտ օրինական որտեղ այստեղ լոբիստական բաները պետքա publicly է եւ պետքա շատ օրինական լինի եւ իրենք իրենց ռիսերտները իրենք կարող են նույնիսկ փոխանցել ասենք լոբիստական ընկերություններին բևեռի կողմից այդ աստիճանի պարզա ու բանա եթե հարցեր ունեն կարող են դիմել ու մենք կասենք թե ինչպես կարող են օգտակար լինել Նոնա ջան, ձեր խոսքի սկզբում էր կարծեմ հիշատակեցիք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնաց Մոսկվա, կանգնեց բռնապետ հանցագործ Ալիև չկանգնեց թերմինը ջան, ես պիտի ուղեմ, սենց ինչ-որ սենց քշված սառնետի պես մի անկյունում սենց դրել էին այդ վիճակը որ տեսնում եմ նսեմացրեցին էլի ամեն դեպքում այո ինքը վարժված է իրան առաջ օրվանից նսեմացրած տենց ոտքով խփում են այս կողմից այն կողմ Բայց հետո գնաց եւ Տիրանայում մասնակցեց համաժողովի, այնտեղ հանդիպում ունեցավ Արևմուտքի երկրների ղեկավարների հետ եւ հիմա իրենց հերթական այդ սուտն է, էլի, որ մարդկանց աչքին փորձում են ցույց տալ, որ իրենք բոլոր երկրների հետ չէ, ինքը հենց այդպես էլ ասել էր Նիկոլ Փաշինյանը, մենք բոլոր երկրների հետ էլ բալանսավորված քաղաքականություն ենք վարում, բոլոր երկրների հետ ունենք հարաբերություններ եւ այլն, բայց ժողովուրդը գիտի, չէ, որ ինքը գնացել էր, ինչ եղավ, մենք այնպիսի կադրեր տեսանք նույն Տիրանայից, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես է Ալիևին գծնվում, որոշ տեսանյութերի տակ դիտավորյալ Այո, դիտավորյալ այդ խոսակցության ձայները անջատված են, բայց միտեղ կարծեմ թուրք հենց ադրբեջանական լրատվամիջոցներն էին հրապարակել, որ խնդրում է, որ Ալիևը գա իր հետ սուրճ խմի եւ տիրոջ եւ ծառայի տպավորություններ, էլի, այդ ողորմելի կերպարը։ Եվ Էրդողանը Ալիևը նստած ոնց էին ծիծաղում այդ։ Այո, կանգնած ինչ որ բան է հարցնում իրեն Էրդողանը, Նիկոլը համաձայնություն է տալիս եւ Էրդողանը այսպես ձեռքի նշան է ցույց տալիս չգիտենք ինչ են խոսել, ինչ պայմանավորվածություններ ունեն, բայց այնուամենայնիվ այդ տեսարանները յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու վրա այնքան բացասաբար են ազդում, այնքան նյարդայնացնող են, որովհետև այդ ողորմելին ի վերջո ներկայացնում է Այո, Հայաստան պետությունն է ներկայացնում։ Հիմա չգիտեմ, որը պետք է լինի այս դեպքում մեր հայ մարդու անելիքը։ Չեզոքացնել է այդ սրիկաներին, այսինքն որ հայն է այսօր իրան լավ զգում, որ նման ստրուկ, ինչ ասեմ, ճիվախ մեկը ներկայացնում է Հայաստանը, որևէ հայ իրան լավ չի զգում նման վարչապետ այսպես ասած ունենալուց, համել ինչ բալանսավորման մասին է խոսքը, դու 3 հատ տեր ունես, 3-ին հավասար ծառայում ես, այնտեղ բալանս էլ չկա, Եվրոպային խաբում ես, վազում ես Պուտինի մոտ, Ամերիկային խաբում ես, ինչ բալանսավորված, ում ես եկել ես այդ խեղճ ժողովրդին ես խաբում, հենա դրսում տեսնում են քո բալանսը ոնց է, բալանսը չկա, քեզ շնից վատ են վերաբերվում, ես իմ շներին շատ հազար անգամ լավ եմ վերաբերվում, քան Նիկոլին ընդեղ տեսանք Էրդողան Ալիևը կամ Պուտինը Մոսկվայում, ինչ բալանսավորված, դու պարզապես ստրուկ ես 3 ծառայի, առանց բալանսի, դու անում ես ամեն ինչի, ինչ որ այդ 3-ը քեզ ասում են, թելադրում են, ու վերջ, ոչ մի բալանսավորված քաղաքականություն չկա, սրանց անգրագիտությունը եւ սրանց բանը ամեն անգամ եւ մի նոր բառ Թուրքիայից իրան ասում են հիմա այսպես ասա կամ Ալիևը կամ Պուտինը նոր բառեր մեջտեղ բերելով սա փորձում է իրան բանանի այդ էրատոն ընդեղ ինչ որ կրթության դասերա փորձում տա այսինքն այս բոլոր խաղերը այնքան արդեն զզվելի է դարձել այնքան ծիծաղելի է որ չգիտեմ էլի ես միշտ այն անգամ էլ ասում Հերմինե ջան ոնց ենք հանդուրժում ոնց կարող է հայ ազգը որ փառահեղ անցյալ է ունեցել որ այդ
ինչերի մեջով անցել, այսինքն այո, հենց գնանք Ուրարտականից Տիգրան Մեծով գանք ասենք, ոնց այս ազգը, որ հազարամյակներ կարողացել է ինքը կրթի աշխարհին, ինքը ունենա հզոր civilization, պատմություն, մշակույթ, ամեն ինչ, ու այսօր մենք հասնենք այն վիճակի, որ այո, այս Նիկոլի Աննայի նման տզրուկները, որ այսինքն դրանք թող Բաքու գնան առհասարակ, դրանց պետք է ընդեղա, այսօր կա ամբողջ հայ ժողովրդին այս վիճակի գցեն, եւ մեր պետությունը, եւ մեր պատմությունը, եւ մեր մշակույթը, ամեն ինչը շատ վատ ու սխալ է Հայաստանում, ինչու, որովհետեւ սրանց հանդուրժում ենք, հայ ազգն է հանդուրժում, հայ ժողովուրդը չպիտի հանդուրժի, չպիտի վախենա, երբ որ պահ գա պիտի անմիջապես ոտի կանգնի, սրանց կամ Չաուշեսկուը գցեն, կնոջ հետ միասին, կամ անպայման պիտի բանտարկեն, պարտադիր սրանց պետքա բանտարկել եւ նրանք պիտի դատարանով պատասխան տան իրաց բոլոր արած քայլերի համար, պարզապես հայ մարդը չպիտի հանդուրժի, ես չեմ հասկանում, մենք այս ուր հասանք, այս ինչ աստիճանի ընկանք, ճիշտ է նախկիները արդեն այդքան վատ բաներ էին արել, դե սկզբից է բոլորն է ռուսների ծառա են եղել, իրանց շահերի հետևից են գնացել, ոչ մեկ հայրենիքի ու պետության շահերը հաշվի չի առել, բայց սրանց նման գլուխ գործոց չեմ կարող նկարագրեմ, չեմ կարող պատկերացնել, որ որևէ երկրում հնարավոր է լինի, չկա։ Եվ դրսում գնում են նման խղճուկ ամոթալի կերպարով, մենք տեսնում ենք Հայաստանի ներսում ինչպես են, չէ, իրենց պատառոտում։ Վերջին շրջանում ինչ է կատարվում Հայաստանի խորհրդարանում, որը օրենսդիր մարմինն է, մեր թիվ 1 կառույցը, այսպես ասած, ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանի Հանրապետության վարչապետն է, մատ է թափ տալիս, ասում է կտանեմ, ձեզ կլցնեմ падգամավորներին, ԱԱԾ-ի падվալները։ ԱԱԾ-ի падվալը, լսեցի, դե եմ ասում, մենք հանդուրժում ենք դեռ սրան։ Եվ իր կին կոչեցյալին, կինն ով չգիտեմ այդ դե եմ ասում լյուստրացիան պետք է սկսենք դեռ երեկվանից, բայց այսօր էլ ուլ չի, այս ամեն ինչը պետք է ներկայացվի լուրջ բողոքի ու բանի ձևով, որ սա ոչ թե դեմոկրատիա, սա բռնապետություն է, սրանք բոլորը ագենտներ են, սրանք աշխատում են ի վնաս Հայաստանի հայ ժողովրդի, այս բոլոր դոսիեները պետք է պատրաստել, մի հատ լավ սիրուն փակեջով եւ ուղարկել։ Հիմա ես մենակ էդ եմ տեսնում, հատկապես որ սրանք այսքան ռեպրեսիաներով, բաներով անընդհատ ազգայիներին ինչ են փորձում կոտրեն, որտեվ գլուխը եթե չկա, մարմինը ոչինչի պետք չի, չէ՞, միշտ է տենց եղել։ Շուշիի strategy-ն կարդում տարիներ առաջ, ինչպես են բոլոր, այսինքն ազգային մտավորականներին, բոլորին գլխատել, որպեսզի խեղճը արդեն առանց մարմնի գլուխը հեշտ է, չէ՞, ղեկավարել, բան չի կարող անել։ Նույնը արել են 15 թվին, առաջինում մտավորականներին, չէ՞, գլխատեցին, մեջտեղից հանեցին, որ ովքեր այսինքն պայքարող ուժը, ովքեր որ գիտակից ուժը, մտավոր ուժը, որ կարող է ինչ-որ բան փոխի, առաջին իրաց են վերացնում, թուրքական, ռուսական ձեռագիրը չի փոխվել, նույն ստալինյան ժամանակներից կարող ենք խոսել բանը բոլշևիկյան հեղափոխությունից, նույն ձեռագիրը միջև հիմա էլ էս Նիկոլն է իր բաներով։ Եվ դրսում ինքն է այդ կարգավիճակում, խեղճացած որփի վիճակով, վիզը ծռում է ինչ-որ խաղաղություն է աղերսում, բայց գալիս է որպես Թուրքիա Ալիևի, Էրդողանի եւ Պուտինի կառավարիչ, ընդամենը իրեն ձեռքի գործիք, ուզում է այդ վիճակի խեղճացած վիճակին մեզ հասցնել։ 2020 թվականից ի վեր այդ process-ն է։ Այդպես է, որ դրսում իրան միշտ sense ապտակում են, ինքը գալիս է ներսում ինքն է ուզում ապտակի, որտեղ այդքան բան կա, նա այնքան ինչ ասեմ, աներես ընքանցս տմարդ, չգիտեմ ինչ անուն տամ ես սրան, ի վերջո ինչ-որ մի հատ անուն պետք է էլի ճիշտ գտնել իր կերպարը ներկայացնող, դեռ չեմ կարողանում, բայց ես գիտեմ, որ ի վերջո իրանք բոլորը պատասխան են տալու եւ այդ Նուբարաշենում այդ որ ազգայիններն են նստացրել, դա իրենց տեղն է եւ իրենք այնտեղ են հայտնվելու, ի վերջո։ Լուստրացիան պետք է սկսենք եւ այդ մասին պետք է շատ լուրջ բարձրաձայնել,
հենց Բևերի մեդիան կարող է բարձրաձայնել, խոսել, բոլորին հրավիրել, ովքեր որ այսինքն իրավաբաներ, քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր որ դոսիեներ ունեն, այսպես ասած, փաստեր ունեն, այս ամեն փաստերը պետք է հավաքագրել ու այսօր թղթով էլ պետք չի գալ։ Գիտես, կոմպյուտերով ամեն ինչը կարելի է ասենց տեղը-տեղին բաներով ֆայլերը պատրաստած ուղարկել։ Անպայման պետք է սկսել այս աշխատանքը եւ պիտի խնդրեմ ձեզանից Հերմինե ջան Բևերից, որ լուրջ զբաղվել ու բարձրաձայնել, այսինքն ոչ թե միայն Բևերը զբաղվի դրանով, այլ գիտեմ շատ լավ փաստաբաններ էլ կան այդտեղ, որ կարող են այդ ամեն ինչը ճիշտ ձևի հավաքագրել։ Նունե ջան, մեկ էլ խոսենք ներքաղաքական վիճակից, այս վերջին շրջանում տեսնում եք Քոչարյան, Սերժ Սարգսյան թևերը կրկին ակտիվացել են Հայաստանի ռուսամետ ուժերը, նորից 5-րդ շարասյունը տարբեր թևերի բաժանված իրար են ուտում, իրար են վիրավորում, մեկը հարցազրույց է տալիս, հետո մյուսն է տալիս, հետո Նիկոլենք, այսպես նորից նույն նախկին ներկա այդ խաղը, այո, մեր Վահագը գրել էր Ավագյան, որ մոխրագույնն է արդեն, սպիտակ էլ չէ, սև ու մոխրագույն է, այո, հիմա սա մտածված ձևով է արվում, ժողովրդի մոտ տպավորություն են փորձում թողնել, որ իրենց մեջ կա հակասություններ, օրինակ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, բայց իրենք շատ լավ ձեռնտու կերպով խաղում են, որովհետև ինչքան Քոչարյանենց վարկաբեկում են, բան են ասում, փորձում են իրենց վարկանիշը, չէ, բարձրացնել, այ 200 միլիոն դոլար է թալանել եւ այլն, իրենք իրենց թալանից չեն խոսում, օրինակ Էրատոն ինչքան է գրպանել այս տարիների ընթացքում, ինչ հյուրանոցներ է կառուցում Երևանում։ Պատերազմի փողերը ուր են, այդտեղից սկսենք։ Բայց նորից այդ խաղն է, էլի։ Կամ այսօր ավելի ճիշտ է ես քեզ հարցեր տամ, որտեղ դու շատ ավելի տեղյակ ես ինչա կատարվում, քան ես։ Այս սև ու սպիտակի հետ կապված։ Հա, դա է, խնդիրը այն է, Նունե ջան, որ սրանք նորից փորձում են այդ խաղը առաջ տանելով, այս ընտրություններին ընդառաջ, նորից վերարտադրել նույն խորհրդարանը, որ ժողովուրդը այլ ուժերի չտեսնի, որ ազգայինը նորից առաջ չգա, բայց մենք գիտենք, որ հենց դա է տանում կործանման, 21 թվականից ի վեր իրենք այդ հակասությունները ցույց տվեցին, իբր կա հակասություններ, բայց իրենք շատ լավ իրար բան են անում, պաշտպանում են, իրենց ձեռնտու է այս վիճակը, բայց դա մեզանից է գնում, մեր հայրենիքից է գնում, թշնամին տալիս է հիմարի գլխին տանում է։ Չի, ոչ մեկ բանտարկված չի, ովքեր են բանտարկված այսօր, Սասնա ծռերը, որոնք ընդամենը ապստամբել են, բայց ոչ թալանել են, ոչ պետական հանցագործություններ են արել, ոնց որ սրանք են, ոչ ծառայել են ուրիշ երկրների, հա, որպես ագենտ աշխատել են, ոնց որ սրանք բոլորն են, ճիշտ ասած, նույն սև ու սպիտակը հիմա ընտրություններ պիտի գա, հիմա սկսվում է, հիմա մի քիչ բաներ կանեն իբր թե Քոչարյանի դեմ Նիկոլը, չգիտեմ այդ ոնց է դեմ, երբ որ միշտ իրար հետ նույնիսկ աշխատել են, մի քիչ հարցեր կդնի, ինձ փողերը ուզում վերցնի, չես իմանում ինչ անի, նորից է ժողովրդին խաբելու, բայց այս ժողովուրդը եթե նորից խաբնվի, ես էլ չգիտեմ ինչ ասեմ, ինչքան կարելի է նույն կաթսայի մեջ էփվել, 30 տարի ավել նույն կաթսայի մեջ էփվում եք ու գնալով ավելի եք էփվում, հեսա կվերջանա արդեն, չի կարելի այս շրջանակից, այս ռուս-թուրքական այս տանդեմից պետքա դուրս գալ, հենց Հայաստանում, այս նախկիններն էլ, այս ներկաներն էլ, սրանք բոլորը իլյուստրացիայի արժանի կերպարներ են, պետքա այս ժողովուրդը հասկանա, որ ոնց որ Գյումրիում արեցին, նորից նախկին, չգիտեմ, բերեցին այդ ինչ էր Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյան, բան, ցենց իրար կռվում են, իրար միս են ուտում, այս ժողովուրդը գնում է Վարդան Ղուկասյանը անդրում, որպեսզի ԿՊԻ-ից չլինեն։ Հիմա նույնը կանեն Երևանում, վաղը մյուս օր ընտրությունների, կամ այս նախկիններից մեկը, դե բոլորը փող ունեն, ռեսուրսներ ունեն, իշխանություն ունեն, լրատվականներ ունեն, իրանց համար հեշտ է իրանց պրոպագանդան առաջ տանելը, ի տարբերություն Բևերի կամ ուրիշ քաղաքական որևէ ասենք ուժերի կամ
Այո, այսօր ռեսուրսների տիրապետում են նախկինները ու ներկաները, չնայած որ ստելով եկավ իշխանության, թե 2018-ին այդ թալանածը հետեж բերելու, թալանածը թողեց, որ շարունակեն թալանել, ռեսուրսների տիրապետեն ու որովհետև ձեռնտու է իրենց այդ իրավիճակը, ձեռնտու է, որ նախկինները փող ունենան, որ 2021 թվին ինչպես մուրճով, մանգաղով, աստղով, երեքով մտան պարլամենտ, այսինքն այդքան կարճ չի մեր հիշողությունը, մեր աչքի առաջ եղավ, բացահայտ ցույց տալով, որ իրանք Պուտինի տարբեր ստրուկներ են, այսպես ասած, այդ ամեն ինչը մենք տեսել ենք։ Հիմա նորից նույն խաղերն ա, նա մուրճը կվերցնի, նա մանգաղը կվերցնի, այն մեկ աստղ առած վազելով կգա, like արդեն զզվելի է։ Դրա համար այս լուստրացիան շատ կարևոր է։ Դրա համար այս բոլորի դեմ ինչքան, հենց հոկտեմբերի 27-ից սկսած Այդ որ այդ Սամվել բաբա ամոթա մեծ մարդ ես, չգիտեմ ինչ ասեմ, կոնման մարդու, չէ տղամարդ եղեք էլ, ինչքան էլ ագենտ լինեք, այդ բամբասչի այդ մարդուց սկսած, բոլորի և հոկտեմբերի 27-ով սկսած, պետք է լուստրացիաներ անել, պետք է ուղարկել այս դոսիեները, այսինքն իրական մարդասպաներին, մեղավորներին, բաներին, այսինքն ծառայողներին, ագենտներին, ով ինչով է զբաղվել, ինչքանով է թալանել, ինչքանով այս կոռուպցիոն բաների մեջ մի խոսքով ներգրաված եղել, ինչքան պետական դավաճանություններ արել, ինչքան է ծառայել Ռուսաստանի շահերին ի վնաս Հայաստանի, այս սրանք, որ բոլոր ամեն ինչը մեջտեղ հանվի և ամբողջ աշխարհով այսպես տարածվի, այսպես ասած, արդեն սրանք չեն կարողանալ այդքան խաղեր տալ։ Կարողանան չէ, ինքս բացատրեմ։ Այո, եւ ի վերջո դա շատ կարևոր է։ Ինձ թվում է այս ընտրություններ կոչված միջոցառումները սադրանք են հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև երբևէ մենք ընտրություններով իրական իշխանափոխություն չենք ունեցել։ Բոլորն էլ հարմարեցրել են իրենց ռեժիմները իրենց համար, ընտրական հանձնաժողովի կենտրոնական ընտրել են իրենց ենթակային ինչպես նախ Սերժն էր, հիմա Նիկոլը, եւ ոնց կարող է այդ պայմաններում նորմալ ընտրություններ լինի։ Ինձ թվում է պետք է հայ ժողովուրդը սա գիտակցի եւ չթողնի, որպեսզի բանը հասնի 2026-ին, մինչեւ 2026-ը պետք է մերժել նախկիններին էլ, ներկաներին էլ։ Հակառակ դեպքում ինձ թվում է Շատ ճիշտ ես, Հերմինե ջան, հենց այդ եմ ասում, որ հերիք է ինչքան կարելի է սև ու սպիտակ խաղանել, նոր հետաքրքիր բաներ չեն կարող մտածել խաբելու իրենց, նույն սցենարով նորից աշխատում են, իրար անպատվելով, իրար վարքաբեկելով, իրար բանանելով, մեղք է այդ ժողովուրդը, բայց այդ ժողովուրդը ավելի մեղք վիճակում կլինի, եթե սրանց դեռ հանդուրժի սրանց խաղերը, պարզապես պետք է մի գեղեցիկ որ լուրջ ոտքի կանգնեն ու այս բոլորին բանտարկեն։ Բայց միջև այդ պետք է դոսիեները բոլորը ուղարկվի այստեղ։ Այո, կփորձենք հավաքել եւ ինչ-որ գործընթաց սկսել։ Շնորհակալ եմ շատ Նոննա ջան։ Անպայման կոռուպցիայի բանի մի հատ մեկին բերեք այդ կառավարության մեջ, որ կոռուպցիաներ չկա այդպես բան։ Եվ դա շատ հեշտ է պարզել, ես հիմա չեմ կարող եթերով բան անել, բայց ուզում ասեմ Հայաստան ինքը փոքր է եւ այս սրիկաները ճիշտ է շատ են այդ փոքր Հայաստանի համար, բայց այնքան ավյուզ է, այնքան բացահայտ է իրանց այս բոլոր չարագործություններն ու բաները, որ շատ ձյուրին է այս լյուստրացիայի հետ կապված հիմիկվանից սկսելը սրանց դեմ աշխատելը։ Դա իմ առաջարկն է, ճիշտ ասած, երբ որ լսեցի Վրաստանի հետ կապված, այդ միտքը ժամանակ եկավ, այսինքն մենք ինչու չենք անում, մենք էց բևերը, ինչու չի անում, եւ ոչ միայն բևերը, այդտեղ շատ գիտեմ մարդիկ կան, որ կարող են այս աշխատանքով զբաղվել, շատ հայեր, բևերից բացի, միասին դոսիեները հավաքում եք, ուղարկում եք համապատասխան վայր։ Եղավ, շնորհակալ եմ Նոննա ջան այս կարևոր հարցերի շուրջ քննարկման։
Հերմինե ջան, հաջորդ անգամ կլինի ես քեզ հարցեր տամ, որտեղ դու շատ լավ ավելի տեղյակ ես Հայաստանի իրադրություններից։ Փոխենք հա ձևաչափը։ Միասին Փոխենք, կզրուցենք փոխենք հաջորդ անգամ, միասին կզրուցենք։ Որ դու ինձ հարց ես տալի, անկախ ինձանից ես սկսում եմ շատախոսել, ես պիտի հարց Չէ, տամ, շատ քեզ ուշադրություն։ հետաքրքիր զրույցեր, Նունե ջան, շնորհակալ եմ։ Առաջիկայում Ես նորից եմ զրուցելու շնորհակալ։ առիթներ կլինեն։ Անպայման կհանդիպենք շուտով։ Այո։ Այսքանը Այո։ սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ հեռավար տեսակապի միջոցով զրուցում էինք ազգային ժողովրդավարական Բևերի Լոս Անջելեսաբնակ աջակից Բևերի անդամ Նունե Սերոփյանի հետ։ Չմոռանաք լայքել, տարածել եւ մեկնաբանություններ գրել։ Առողջ եղեք։